համեմատություն պետք է արվի ոչ թե գնված կամ պատվիրված սպառազինության մեջ, այլ այն սպառազինության քանակի հետ, որ մենք ունեցել ենք նախկինում Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի պաշտպանության բանակում, կարելի ասել մի մեծ արսենալ այսօրվա իշխանությունների կամոք, այսօրվա իշխանությունների անտարբեր եւ նաեւ շատ վատ կառավարման արդյունքում մենք ոչ միայն կորցրել ենք Արցախը, այլ կորցրել ենք պաշտպանության բանակի ամբողջ սպառազինությունը։ Հիմա գնումներ են իրականացնում, ասենք, թող իրականացնեն, բայց սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան միակ գրավականը չեն զինված ուժերի զարգացման։ Զինված ուժերի զարգացումը ապահովում է զինված ուժերի կազմ-հաստիքային կառուցվածքային կատարելագործման, ժամանակակից սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման եւ նաեւ զինված ուժերի պատրաստության համադրված գործունեության, որը որ բերվում է մարտական պատրաստականության համապատասխան աստիճան եւ դրա անունը մարտունակ բանակ է։ Ինչ վերաբերում է սպառազինության ցուցադրմանը, կարծեմ ինչ որ տեղ, հիմա չեմ ուզում ասել, կարող է գաղտնիք լինել, իրենք մեր ժողովրդին ցուցադրել են այս սպառազինությունը, առաջարկություն է եղել, որպեսզի նաեւ մենք էլ մասնակցենք։ Մենք իհարկե նաեւ ես չեմ մասնակցել դրան, ասելով հետեւյալը, որ Եվրոպայում սովորական սպառազինության վերահսկման համակարգ գոյություն ունի եւ այդ համակարգին եթե դու տիրապետում ես, դու գիտես ցանկացած երկիր ինչ սպառազինություն ունի եւ ինչ է ձեռք բերում։ Եվ երկրորդը մենք այնպիսի մարդիկ ենք, մանավանդ ես, որ հասկանում եմ ինչ է նշանակում սպառազինություն եւ ինչ է նշանակում անձնակազմի կողմից յուրացնել։ Ժողովրդին ցուցադրելու երկու տարբերակ գոյություն ունի սպառազինությունը։ Առաջինը դա զորավարժություններն են, այնինչ մենք զինուժը նայելով չենք տեսնում բարձր մակարդակի, խոշոր մակարդակի զորավարժություններ, հենց այնպես գնալ կանգնել ինչ որ սպառազինության մոտ եւ իրենք կբացատրեն, թե ինչ սպառազինություն է, երբ են ձեռք բերել, դա մեր համար ընդունելի չէ։ Թող այդ սպառազինությունը զորավարժության ընթացքում ցույց տան։ Մի հատ գնդային մարտավարական զորավարժություն թող նախապատրաստեն եւ գնանք մենք տեսնենք ինչպես է այդ գունդը պատրաստված, ինչպես է ինքը մարտական, թեկուզ ոչ մարտական, ուսումնական պայմաններում օգտագործում։ Երկրորդ տարբերակը սպառազինության եւ զորքի պատրաստականության ցուցադրման դա զորահանդեսներն են, որոնք որ իրականացվում են այս կամ այն տոնակատարության շրջանակներում ժողովրդին ոգևորելու եւ նաեւ փարատելու այն մտավախությունը, որ բանակը իրենց անվտանգության երաշխավորն է եւ նաեւ հակառակորդին ցույց տալու, թե ինչպիսի պատրաստականություն մենք ունենք։ Հիմա նայեք, տեսեք, հակառակորդին իրենք անդադ ասում են, որ մենք պաշտպանունակ բանակ են, առանց հասկանալու։ Պաշտպանունակ լինում է երկիրը, պետությունը, որի բաղադրիչները տարբեր են, վերաբերում են տարածքին, բնակչության նախապատրաստությանը, նրանց հավաքական կամքին, ռազմավարական նպատակներին եւ մնացած բոլոր ոլորտներին, ընդ որում նաեւ մարտունակ բանակ։ Իսկ մարտունակ բանակ նշանակում է մարդ վարելու ունակ բանակ։ Մարտունակ բանակը պետք է կարողանա մարդ վարել եւ պաշտպանությունում, եւ ռազմերթներում, եւ առավել եւս հարձակման ժամանակ, հակագրոհների ժամանակ։ Ես մեկ հարց կարող եմ տալ։ Զինված ուժերը այսօր պատասխանատու են մեր տարածքային ամբողջականության համար եւ զինված ուժերը ունի կիրառման պլան։ Այդ կիրառման պլանում իրենք ունեն գործողություններ վերականգնելու այն 240 կամ ինչքան տարածքները, որոնք որ ադրբեջանցիները գտնում են մեր տարածքներում։ Եթե չկան կիրառման պլանի մեջ այդ սլաքները, այդ գծերը, որ իրենք պետք է վերականգնեն մեր տարածքային ամբողջականությունը, ուրեմն պետք է իրենց այսպես վեշերը հավաքեն եւ գնան իրենց տները։
Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։